Բարոյս կարող եք նստել։ 2025 թվականի հունիսի 19-ին նշանակված դատական նիստը հայտարարվում է բացված։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը տվյալ դեպքում հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Աշոտ Հայրապետյանի, Կարեն Թումանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երանուհի Թումանյանցի, Քրիստինե Մկոյանի, Արմեն Դանիելյանի, Մերիհան Բարսումյանի, Արմենուհի Հարությունյանի, Անահիտ Աբրահամյանի դրամբաց դատական նիստում քննության է առնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Աննա Կարապետյանի միջնորդությունը։ Դատական նիստի քարտուղարին խնդրեմ զեկուցել, ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, չեն ներկայացել արդարադատության նախարարի ներկայացուցիչները։ Շատ լավ։ Հարգելի դատավոր Գրիգորյան, ձեզ տեղեկացում եմ, որ ներկայացվել է միջնորդություն քննությունը հետաձգելու վերաբերյալ արդարադատության նախարարության կողմից, գից ներկայացվել է նաև միջնորդության հիմքերը, թե ինչի համար են խնդրում քննությունը հետաձգել եւ իրենց մասնակցությունն ապահովել։ Իհարկե մինչև հետաձգելու հարցի լուծումը տեղեկացնում եմ, որ խորհրդի անդամներից ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն Բարձրագույն դատական խորհրդին, այդ հարցը կքննարկենք, այնուհետև քննությունը հետաձգելու հարցը։ Այսօր պարոն Դանիելյանը հայտնել ինքնաբացարկ, շատ կարճ պարոն Դանիելյան դուք ներկայացրեք եւ հետո արդեն ընթացքը կլուծենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի պարոն Աթաբեկյան, հարգելի պարոն խորհրդի անդամներ, հարգելի պարոն Գրիգորյան, կարճ ասեմ, որ միջնորդության մեջ ներառված դեռևս Կոտայքի մարզի դատարանի կողմից կայացված դատական ակտով վերաքննիչ դատարանում ես մասնակցել եմ որպես այդպիսին այդ գործի քննությանը, երկրորդ քրեական գործի քննությանը, եւ այդ կապակցությամբ նկատի ունենալով, որ այնուամենայնիվ բոլոր դեպքերում երկրորդ քրեական գործի քննության շրջանակներում նաեւ ներառվել է պարոն Գրիգորյանի կողմից տրված տեղեկատվությունը պատժի սկզբի վերաբերյալ, բոլոր դեպքերում ելակետային տվյալը նշվում է, այնուամենայնիվ հայտնել եմ ինքնաբացակ նաև խորհրդին իրազեկելու առումով։ Շատ լավ, խորհուրդը կքննարկի արդեն ձեր կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, դիտարկում ունեք այնպիսին, որը կարող է էական նշանակություն ունենալ արգելի դատավոր։ Դիտարկում ես չեմ կարծում, որ վերաքննիչ դատարանի այլ Կոտայքի մարզում քննված գործով է, վերաքննիչ դատարանի ըստ էության քննության որևէ հարց այստեղ կարող է քննարկվել եւ պարոն Դանիելյանի անաչառությունը կարող է որևէ մեկը կասկածի տակ դնել, ընդհանրապես այդքան։ Շատ լավ, շնորհակալություն։ Այսպիսով խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ, պարոն Դանիելյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի հարցը լուծելու համար։ Ընդունություն։ Խորհուրդը հեռացել էր խորհրդակցական սենյակ, խորհրդի անդամ Արմեն Դանիելյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի հարցը լուծելու համար եւ այսպիսով խորհուրդը որոշեց խորհրդակցական սենյակում ընդունել Արմեն Դանիելյանի կողմից ներկայացված ինքնաբացարկը եւ հարգելի պարոն Դանիելյան, դուք այլևս սույն գործով չեք մասնակցում, խնդրում եմ կարող եք գնալ, շնորհակալություն ձեզ, համապատասխան պատճառաբանությունների դիրքորոշումները վերջնական դատական ակտում արդեն կարտացով։ Այսպիսով անցնենք քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ներկայացվել է միջնորդություն քննությունը հետաձգելու մասին, հիմքում դնելով այն հանգամանքը, որ նախարարի տեղակալով ունի հանձնարարություն նախարարի անունից դատարանում Բարձրագույն դատական խորհրդում մասնակցելու, նաև ներկայացուցիչ է, մեկի մասով արձակուրդում է գտնվում, մյուսի մասով գործուղման մեջ է համապատասխան հրամանի հիման վրա, որոնք ներկայացվել են միջնորդությանը կից։ Որևէ կարծիք ունեք, հարգելի դատավոր։ Շատ լավ, շնորհակալություն, հարգելի գործընկերներ, դիրքորոշում ըստ էության չունենք, խորհրդի անդամները համաձայն են միջնորդությունը բավարարելու հետ կապված, տեղում խորհրդակցելով խորհուրդը որոշեց քննությունը
հետաձգել հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի 8-րդ ամսի 4-ին, այսինքն օգոստոսի 4-ին, ժամը 10:30 նույն վայրում այն անձինք, ովքեր ներկա չեն, համապատասխան ծանուցումները կուղարկվի, հարգելի դատավոր, դուք համարվում եք պատշաճ ծանուցված նշանակված դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին եւ ծանուցագիր դատական նիստի վերաբերյալ ձեզ առանձին չի ուղարկվի։ Օգոստոսի 4-ին ժամը 10:30 նույն վայրում դատական նիստը հայտարարում է փակված։